Ղուկասյան, իսկ եթե քաղաքապետի պաշտոնը զբաղեցնեք, համագործակցությունը կառավարության հետ ինչպես եք պատկերացնում, ամեն դեպքում սուբվենցիան, ծրագրերի հարց կա եւ այլն եւ այլն։ Ուրեմն քաղաքի հետ կապված եւ կառավարության հետ կապված յուրաքանչյուր նմանատիպ խնդիրներ համագործակցության բարի դրացիական հարաբերությունները պահելով ես ճիշտ կպահեմ ինձ քաղաքական առումով միանշանակ իրանց հետ չէ վարչապետը գալիս է Գյումրի ինձ ասում են ուրեմն արարողակարգից զանգում են դիմավորեք պարոն Ղուկասյան իրանք գիտեն Ես ընդհանրապես ոչ մեկին սենց բան չեմ արել, իմ հորս է չեմ անում, հասկացա, բայց սուբորդինացիան պահելու համար, ուրեմն ինձ կպահեմ ճիշտ, եթե հանգարց միած սխալ վերաբերմունք տեսա այդ հարաբերությունների մեջ, ինքն էլ որպես քաղաքի քաղաքապետ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներն չեմ նայելու, բայց չափը ես միշտ պահել եմ, սուբորդինացիան պահում եմ, եթե իրենց էլ չարկեմ, ատորը կհարկեմ։ Հասկանալի, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի ատորն է, իրեն իր քաղաքականության միանշանակ չեմ ընդունում, ինչ որ արվել է չեմ ընդունում, բայց քաղաքի հետ կապված, եթե որևիցե մի խնդիր լինի, միանշանակ, ուրեմն իմ քաղաքի խնդիրները խոմ չեմ փագելու տնեմ բան, դա հաջողություն ստեսնում։ Քաղաքի հասանելիքները կբարձրաձայնեմ, եթե չտան, մեծ աղմուկ կհանեմ, կհասնենք մինչև ես չգիտեմ ուր։ Անպայման տեր եմ լինելու քաղաքի եկած գումարներին եւ քաղաքի հասանելիքին։ Եթե զգամ, որ չեն անելու, միանշանակ աղմուկ եմ բարձրացնելու, պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, բերեք այդ հարցերը շատ մի խառնեք իրար, սպասեք հլը ապրենք, կտեսնենք, թե ով ինձ ձևի կպայի, ով այսպես գլուխը կախած կընտունի, ով պարշագատ կնայի երեսին, ով մի բան է խրատ կտա, սենց բաներ մի կարեք, երդասարդ եք, երկրի հետ կապված դուրս եք գալու, սենց բաներ, դաստիարակչական, աբաշխարական խոսքեր կասի, հավատքից կսովորացնեի, որ աբաշխարեն, հավանական ես այդպես կլինեմ, բոլորի նկատմամբ։ Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը Գյումրիում Սարիկ Մինասյանի 34% ձայն տանելու հետ կապված դուք որքանով եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը, թե այդուհանդերձ Սարիկ Մինասյանն է կարողացել ԿՊ-ին ռեյտինգ ապահովել, ներողություն, քանի որ քաղաքում նաև զարմացած են եւ խոսում են, որ այդքան ձայն է կարողացել Սարիկ Մինասյանը տանել ձեր թաղամասից։ Այդ ինչքան է տարել, որ մեր թաղամասից այդքան շատ ձայներ չի տարել, մեր թաղամասից, մեր վստահված անձինք, մեր ուրեմն ընդեղի ներկա գտնվող մարդիկ, տեսել են երևանյան լեզվով խոսացողներ, ախրքալակի կողմից լեզվով խոսացողներ, հասկանալի է, եւ դա միայն մեր թաղը չէ, դիմացի հատվածներն էլ ընդգրկված եղել մեր թաղում, մոտարապես ես տարել եմ այդտեղ 600 մի տեղամասում տարել եմ 600 ձայն, իրենք 110 չգիտեմ ինչքան, ուրեմն այդ ամեն ինչը պդցնելով, անելով, դնելով, եւ գիտեմ, որ դա Սարիկի ձայները չի, իհարկե իրենց միջի խոսակցությունից էլ եմ տեղյակ, որ ասել են, այս արել ենք մենք, բա դուք ձեր ամբողջ ԿՊ-ով այս քաղաքում ինչ եք արել, 500-ից թե 1000 ձայն եք հավաքել, եթե մեր ամբողջ այս մոտեցումը չլիներ, դուք ինչ ձևով էիք ուրեմն պաշտպանելու ԿՊ-ի տեխնազությունը եւ իրենց միջի խոսակցությունները, իրենց միջի կոնֆլիկտները, բաները այնպես որ մենք այնտեղ էլ մարտիկ ունենք, մենք հանգիստեղի Գյումրիում պատերը ինձ տեղյակ են տանում, թե ինչ են խոսում, հիշի, ասեք։ Դուք ասում եք, որ նախագահ Քոչարյանն է թարգում, առաջին Քոչարյանը դուք արձագանքում եք կամ շնորհավորանքի տեսքով կամ գուցե SMS-ի տեսքով, երկրորդը դուք ձեր ամենաառաջին տեսանյութը, որ հրապարակեցիք Հարուզարշավի առաջին օրը, հիշում եք մի շատ ոգաշունչելուց է հրապարակից թրքահպատակներին այստեղից վտարելու մասին։ Առաջին հերթին ովքեր էին այդ թրքահպատակները եւ այդ թրքահպատակներին վտարելը ձեր ընտրվելու դեպքում ո՞նց եք տեխնիկապես պատկերացնում։ Մի հատ մեզ լուսավորեք։ Ուրեմն Քոչարյանը Ռոբերտը ինձ չի շնորհավորել, SMS չի ուղարկել, մենք իր հետ չենք խոսել, միգուցե կարող է վաղը խոսենք կամ ընդհանրապես չլինի նա, բայց հիմա ինչ որ ասեցիք, ես պատասխանում եմ։ Ինչ մնում է
Թրկահպատակ բառը ոչ միայն ես եմ ասում, Հայաստանի Հանրապետության հավանական է 60-ից 70%-ն է ասում, ես այդ 60-ից 70%-ի մեջ եմ եւ միանշանակ աշխատելու եմ դրա վերաբերյալ, որ թուրքերին չբերեն այստեղ, սահմանները չբացեն, թուրքերը չկան այստեղ հռռոցով սեփականությունները շատանա, աշխատելու եմ դրա դիմաց միանշանակ։ Մնաց ազդել չեմ ուզում։ Ուրեմն ներքի թրկահպատակները, ներքին հայ թուրքերին անպայման շապիկները պատռելու ենք, պետք է անպայման ցույց տանք, թե ովքեր են նմանատիպ մարդիկ եւ ինչ կառույցներ են ղեկավարում, հասկանալի է, միանշանակ աշխատելու ենք ԿՊ-ի դեմ։ Այսինքն դուք Միանշանակ աշխատելու ենք, որ էլ երկար չխոսես, ես զգում եմ քո Ուրեստանումից, միանշանակ դեմ եմ աշխատելու ԿՊ-ին։ Դուք դեմ եք նաև հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այո, ես դեմ եմ այսօր հայ-թուրքական սահմանի բացմանը, որովհետև այսօր Թուրքիայում վարկերը 2-ից 4% է, Հայաստանում 18-ից 25%։ Այստեղի գործարարը ուրեմն այդ սկզբունքով է օգտվում Թուրքիային 2-ից 4%։ Ընդտուփ թուրքերը նմանատիպ դրսի, եթե արտահանողներ կան, օրինակ ես գիտեի կառույցներ, մարդկանց, որոնք իրենց երկրի ղեկավարությունն ասել է, այն ժամանակ, որ Ռուսաստանին այդպես սանկցիաների տակ գցեցին, ասեցին կատի վերամշակման գործարանին, կանչել են աշխատակիցներին, նմանատիպ մարդկանց, ովքեր որ զբաղվում են, ասել են ձեզ ինչքան գումար է պետք, ասել են խոսքի X գումար, ինչ տոկոսներով, բա 2-ից 4%, ասել են ձեզ տալիս ենք հավանական է 0%-ներով, ասել ես X գումար, արքես 2X, 3X, այս կաննել հետ չես վերադարձնում, միայն արդադրանք արա ուղարկենք Ռուսաստան ու իր պետությունն էլ ուրեմն շուկան ապահովել է։ Հիմա Հայաստանում այդպիսի մոդեցում որ գործարարը ունի, որ գործարարը այդպիսի մոդեցում ունի։ Դրա համար եթե սահմանը բացվեց, ուրեմն այստեղի աշխատատեղերը այդ փոքր գործարաններն է բոլորը փակվելու է։ Դա էլ եւս թուրքական քաղաքականություն։ Ղուկասյան, չէ՞ կարծում, որ եթե Թուրքիան գիտենա, որ հենց այդ մեխանիզմով Հայաստանին կարելի է ասած վնաս հասցնել, ժամ առաջ կբացեր սահմանը։ Ուրեմն դա այդպես հեշտ ու հանգիստ չէ սահմանը բացելը, դա շատ գեղեցիկ մտածելակերպով, պետական ուրեմն ինստիտուտները համոզեցնելով այստեղի ղեկավարությանը սահմանը բացելու հետ կապված, դա ես հանգիստ զգում եմ, որ դա իրանք կանեն, անպայման կանեն։ Եվ դրա համար ես միանշանակ դրան դեմ եմ։ Եթե այդ պայմանները ինչ որ հիմա Թուրքիայում են անում, Հայաստանում լիներ, մեր հայերը ավելի խելացի են ու բանիմաց են ու գործոնյա են։ Եթե պետությունը նմանատիպ մոդեցում ցուցաբերի մեր գործարարներին, մեր գործարարները հավանական է ամբողջ աշխարհով մեկ ավելի հզոր կլինեն, քան թե որևիցե մի երկրի, որովհետև մենք այդպիսի պոտենցիալ ու խելք ունենք։ Պարոն Ղուկասյան, իսկ վերահաշվարկի հետ կապված թեկուզ առանցին ընտրատեղամասերի մասով դիմելու եք ձեր ուժը վերահաշվարկի առաջարկով թե ոչ։ Ոչ, վերահաշվարկի հետ կապված մենք չենք դիմելու, մենք ամբողջությամբ տեղում արձանագրված այդ փաստաթղթերն ունենք, մեր վստահված անձիկ վերել են, ուրեմն մեր մոտ կա 82 տեղամասերի բոլոր վստահված անձանց ներկայացրած այդ փաստերը, ստորագրած, կնիկած մեզ մոտ ունենք, այսինքն մենք չենք տեսել, որ ինչ որ որևիցե միտեղ իրանք ուրիշ ձևով են ներկայացրել, որ մենք վերահաշվարկի խնդիր առաջանա եւ մենք դիմենք դատարան։ Ոչ չենք դիմել։ 3000-ից ավելի ձայն է կեղծվել։ Ես ոչ միայն 3000-ից ավելի, այլ շատ ձայներ, որոնք բերեք գրանցել են, բան այդպիսի մինչև ընտրությունները կար այդ ամեն խոսակցությունը։ Եվ ասեմ, որ դա շատ լուրջ ձևով, լուրջ մեխանիզմ է, շատ գեղեցիկ ձևով իրականացնում են եւ այդտեղ էլ իրոք փաստեր կան, բաներ կան, որ ասենք մեզի մտահոգելու տեղիք է տալիս եւ դա այդպես է։ Իսկ լույսերը որ տարան ձեն բան չգողացան այդ։ Ինչերը։ Լույսերի հոսանքազանգների ժամանակ լեցոնումներ արել են։ Ճիշտ ասած այսօր առավոտ նոր լույսը բացվել է։ Հələ մեր մարդկանց չենք տեսել։ Ընտուք որտեղ են նմանատիպ դեպք տեղի ունեցել, հələ վստահված անձանց չեմ տեսել։ Դուք ինձ չեք թողնում, որ ես մենք կարողանանք աշխատել։ Այդքան բան, թողեք աշխատենք, վերջում կասենք։ Դուք նորից դատարկելու եք քաղաքապետարանը ԿՊԱ-մերձ պաշտոնյաներից, ինչպես որ դա արվեց Սամվել Բալասանյանի, այսպես ասենք, նրա ընտանիքին այսեղից հեռացնելուց հետո, եթե նկատել եք, հենց մեկ օգում մի շարք մարդիկ պաշտոնազրկվեցին եւ ազատման դիմներ գրեցին։ Դուք եք այդպես դաժանորեն վարվելու ԿՊ-ին ծառայած այս։ Ընդհանրապես ես դաժան մարդ չեմ։
Ես դաժան թշնամիների նկատմամբ եմ։ Ուրեմն ես շատ խրջով մարդ եմ։ Եվ բանիմաց մասնակիցները ինձ համար իմ գլխի վրա տեղ ունեն։ Ես այնպիսիներից մեկն եմ եղել, երբ որ եկել եմ 99 թվականին զբաղեցրել եմ քաղաքապետի պաշտոնը, գնացել են դռները ծեծել են մասնակիցներին, ասել են եկեք, մենք ձեզ հրավիրում ենք, եկեք աշխատանքի։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ ձևով, եթե գիտեք, որ մեկի դուրը ծեծում ասում են որպես լավ մասնակից եկեք աշխատեք, ես չգիտեմ, այդպեսի տեղ կա, ինչ որ մի կառույց կա, եթե կա շատ լավ է, բայց եթե չկա, ուրեմն կուզենայի, որ այդպես լիներ։ Իսկ եթե նորմալ մասնակիցներ են, նորմալ աշխատողներ են, նմանատիպ մարդկանց ազատելը բառից բուն իմաստով շատ վատ բան է դա։ Անպայման այդ սկզբունքը կիրառել եմ, ասեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները ոչ սթա պատգամավորներից գոնե մեկը ոչ սթա վիճակում քրդոջ շտաբի մոտ վիրավորել է լրագրողներին, այնուհետև մի քանի սցենար այսպես բեմականացում ներկայացրեց։ Պարոն Ղուկասյան, օրինակ, որ դուք լինեք քաղաքապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, պատգամավորները իրենց կարող են այդպես դրսևորել Գյումրիում։ Եվ Էմմա Պալյանն էր անդրադարձել, կոչեր արել, որպեսզի ձեզ չընտրեն, քանի որ ասել էր, եթե 8 ուժերին ձայն եք տալիս, ընդդիմադիր, նշանակում է Վարդան Ղուկասյան։ Էմմա Պալյանն ով է։ Դուք հավատացեք, որ թե ուրեմն այս օբյեկտ դե մի հատ լսեք ասեմ։ Ուրեմն այդ աղջիկը ընդհանրապես ոչ պատմություն ունեցող, այս քաղաքում դրան ով է ճանաչում։ Ես ուրեմն իմ անունը տալով, իմ անունը տալով, անունը ինչ որ իմացանք, թե այդպեսի շունչ կա քաղաքում, բան, ինչ որ դες մարդիկ կան, բան։ Գիտեցեք, դրանք ընդհանրապես այս քաղաքում դրանց բոլորին ոչ ոք չի ճանաչել, ոչ ոք։ Եվ կյանքը պատգամավոր դրա համար ասում են, որ կադրային քաղաքականությունը խայտարակություն է երկրում։ Ում ասես տարե դրել են կյանքում ասենք զուգարան չկառուցողին բերե դրել են ես չգիտեմ ինչ բան է խայտարակություն է այ դրա համար դա շատ ամոթ է ինչ մնում է այստեղ կա որևիցե մեկը մատ թափտա ինչ որ մի բան անի դա չի կարող անի որովհետև այստեղ լավ մարդիկ կան բայց ասենք մյուս բանն էլ ասեմ էլի որ ասենք վերջապես մեկ լրագրողներին անպատվելը միանշանակ չեմ ընդունում բայց ինչ որ կարողանա տղա էլի բան ինչ որ տղամարդկություն բան ինչ որ բաներ անի ողջունում եմ հա ինչ կա դուք եք խմում աղջիկ եք դուք եք խմում տղա է խմել է միտ գնաց է բռնացրել եք որ դպես չի կարելի համոտել է դիդավորալ նենց արեցիք որ վարկաբեկ եք էդ էլ չեմ ընդունում տղա է բան է արել բայց եթե ասենք հայոյանք բան է անում աղջիկների բան միանշանակ դա չեմ ընդունում բայց դուք միքս տիպ եք որ մարդը խմած տեղը ինչ որ դառնա այդպիսի բաներ անի թեկուս ԿՊ-ից է բայց որը որ ճիշտ է դա ասում է Դուք ասում եք Լևոն Վարդանյանը ով Լևոն Վարդանյանը բանա ԼԳՏԲ-ի ջատագով Բա ինքը չէր ասում Հա ուշ բանա բայց Գյումրիում ահագին ավելի վատ չէր Ես ասեմ որ Երևանի վրա դա սրբություն է հիմա որ այդպիսի մեկը տնի ԼԳՏԲ-ի հետ կապված հավանական է Երևանում խայդարակ կլինենք լավ որ 2000-3000 հոգի չկան է տարը 2-3000 հավանական է 2-3000-ից էլ ոչ թե այդքան է ԼԳՏԲ-ի բաներ են հասկացար ես գիտեմ որ այնտեղ էլ որոշակի մարդիկ կան որ եվրոպական այդ բաները սիրում են եվրոպական օրենքը կյանքը կան բայց իհարկե այնտեղ էլ կան եւ բողոքականներ եւ ԼԳՏԲ-ի ներկայացուցիչներ ես գիտեմ որ Գյումրիում շատ քիչ են դրա համար մենք ուրախ ենք ու պարզենում ենք դրանից որ այստեղ շատ քիչ են նմանատիպ մարդիկ Տեսեք, դուք ասում եք, որ մենք սխալ ենք արել, չեմ վիճարկում եք հետո առանձին խոսենք, դա չդառնա տեսանյութի մաս, բայց նրանք իրենց չափից ավել ազատ եւ ինքնավստահ են զգում։ Դա էլ եմ կողմնակից։ Մի տեսակ դոմինանտություն են փորձում դրսևորել եւ դրանով ինչ-որ մեսիջներ ան։ Դա ինչ որ մի ժամը միջև։ Դրանից հետո այդ բոլորը միանգամից հարբեցին, իրենց կորցին, տրամադրություններն ընկավ։ Հիմա իմ գործընկերոջ հարցը հենց դա է։ Այսինքն նրանք կշարունակեն ապագայում այդպես ազատորեն չեն կարող հանգիստեղի չեն կարող այդպիսի բան էս քաղաքը սա հայրաքաղաքն է այստեղ ոչ ոք իրեն այդպես արդոնյան ուրեմն մեր թվարկությունից առաջ եւ մեր թվարկությունից հետո ոչ ոք իրան այդպես չի կարող վայ սա Գյումրին է դուք լավ չգիտեք գյումրեցիներին Այստեղ մեկն է չկա, որ գիտես, ասին դե ես սամի եմ։ Կարում եք հասարակ տղաերն ինձ բանանի, որ զարմանան ասեն, ես ինչ արեց այս տղան։ Գյումրեցիները այդպես են։ Տեսեք, բանակում, այն աշխուժ տեղերը, բոլոր տեղերը լեննականցիներին բան են ասում, ուրիշ ձև են ասում։ Իրանք միշտ ուրիշ ձև են իրանց պահել։
Հասկացա՞ր։ Միակ ահուսապսապը Գյումրիի դուք պետք է ելնեք։ Աուսարսապ չեմ, ես Գյումրիի եղբայրն եմ, հարազատն եմ, լավ անձնավորություններից մեկն եմ։ Որ լեզվը պատան ուզենա շքեր քանի, որտեղ Չի կարա, միանշանակ չի կարա անի հանգիստ տեղի։ Այդտեղ ես պատասխան կտամ անձամբ։ Դուք էլ եթե սիրում եք, որ դուք էլ եթե զզվում եք ԼԳՏԲ-ից, եկեք կողքս կանգնեք, դուք տեսեք ես ինչ կանեմ ԼԳՏԲ-ի գլխին։ Ու մի բան եմ ասում, եթե հայոց եկեղեցին հանկարծ մի հատ Եվրոպայի պես միասեռականներին ամուսնություն անի, ես բարձրաձայն ասում եմ, ուրեմն եկեղեցու մեջ կգնդակահարեմ այդ քահանային։ Բարձրաձայն ասում եմ, եթե հանկարծ այդպեսի բան անի, ու այսպես էլ կհանձնվենք, չեմ դե տարեք ինձ տատեք։ Ասա։ Դուք ասում եք, որ արտոնյալներ չեն կարող լինել, այս չեն կարող լինել, բայց տարիներ շարունակ այդ արտոնյալի կարգավիճակ ունենալ այդ ամենաթողությունը դուք եք գիտեք, որ կապվել է ձեր ազգականների հետ, որ Վարդան Ղուկասյանը տղան կրակեց, բացարձակ սուդ է, ձեր սարկածն է, այդպես եք ուզում ներկայացնել։ Ուրեմն նայ, ես այնպեսի բնավորություն, ուրեմն մենք այնպեսի մենք բնավորություն ունենք, որ լավի բացի նմանատիպ մարդիկ թեկուզի ամենամոտիկս լինի, առաջի անպատվողը, առաջի դրանց պատժողը մենք ենք լինելու, հիշի, դա իմ հորից եկել է, մեր պապերից եկել է, մենք այդպես ապրում ենք, և դրա համար մեզ հարկում են, ոչ թե վախենում են, մեզ հարկում են, հասկացար Նարեկ, Շեկոյի կավոր հարուքի վրա կրակեք, ոչ ինչ, Շեկոյի կավոր հարուքի վրա կրակեք, ուրեմն դրա վերաբերյալ համապատասխան դադավարություն եղել է, ուրեմն մարդիկ հիմա դատված են, դատապարտված են, և իրենց համապ ամեն ինչը կա, ամեն ինչը հեռուստատեսությամբ 1000 անգամ ցույց տրված է եղել, ամեն ինչ եղած է։ Ես դրան չեմ ուզում հիմա անդրադառնալ, հասկանալի է, եւ չեմ էլ ուզում դրա ինչ որ նորից մեկնաբանություններ անել 12 տարի հետո։ Դրանք արդեն ավելի նոր բաներ է, չէ, քեզ էլ խորհուրդ կտամ, այդպիսի բան տեղերը մի մտի, դա չի կարելի։ Երբ որ առանձին կաս, ես քեզ կասեմ մի երկու բառ կհասկանաս։ Սեշտյոն երեխեք ջան, հաջողություն։